Թվայինացման մասով Տիկին Սարգսյան, հիմա ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս, հասկանալով, որ ունեմ թվային վարորդական իրավունքի վկայական։ Միանշանակ, պարոն Գրիգորյան, այս պահին դուք ունեք գործող վարորդական վկայական, կարող եք դիմել ստանալ նաև թվային վարորդական վկայականը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական վկայականի գոյությունը այլևս բավարար կլինի երթևեկության մեջ իրավաչափ մտնելու համար, որևէ ձևով խնդիր չի առաջանա։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պիտի ունենաք արդեն։ Իսկ բայց ինչ կոդով եմ իդենտիֆիկացվում ես այդ պարագայում, եթե ընդհանրենք բարեկային ծառայությունը ինձնից ուզի վարորդական իրավունքի վկայական, ես էլ ասեմ ունեմ էլեկտրոնային, ինքը ոնց է նույնականացնելու։ Պարոն Գրիգորյան, մեր պարեկները բավական զինված են տեխնիկապես, այնպես որ դեմքի նույնականացման տրամաբանության մեջ ձեր վարորդական ամբողջ կենսագրությունը թվային հարթակում պլանշետներում երևում է եւ ձեր անուն ազգանունով բնականաբար կերևա մեր պարեկների մոտ, որ ունեք թվային վարորդական վկայական։ Այսինքն ընդհանրապես ասում եմ անուն ազգանուն, այդ պարագայում ինքը գտնում է իմ էլեկտրոնային վկայականը եւ դեմքով իդենտիֆիկացվում է, որ այդ անուն ազգանունը իմն է։ Եվ արագ։ Իսկ այդ շահագործման կտրոնը նույն տրամաբանությամբ։ Այո, նույնը տեղ անձնագիր ասվածը, հաշվառման վկայագիր ասվածը, նույնն է։ Տեղ անձնագիր բառը էլ չենք օգտագործելու, չէ՞։ Հաշվառման վկայագիր։ Շատ լավ, շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, համեցեք։ Տիկին Սարգսյան, շնորհակալություն, որ արձագանքել եք բազմաթիվ բողոքների եւ ժամկետները փոխել եք, որովհետեւ իրականում ստացվում էր այնպես, որ դեկարգի վկայական ստանալու համար մարդը եթե կտրվում էր եւ կարող է եւ պատահական էլ կտրվի 1 կամ 2 հարց չիմանալով 2 ամիս պետք է սպասեր, բայց հիմա ուզում եմ հասկանամ, մենք այնտեղ դնում ենք 7 կամ 14 օրվա ժամկետ, ինչի չենք կարող թույլատրել, որ ամեն օր հանձնի, ինչն է խնդիրը։ Պարոն Հարությունյան, մենք փորձել ենք հնարավորինս մեր գործող ռեսուրսների տրամաբանության մեջ հերթերի ճիշտ կառավարում իրականացնել, որտեղ պիտի նկատենք, որ հավելյալ վճարի դիմաց հավելյալ հերթը, արտահերթ սպասարկումը ենթադրելու է, որ մեկ այլ քաղաքացի, որը դեռևս չի մտել հերթագրման համակարգ, ոչ թե պայմանականորեն կկարողանա այսօր հերթ վերցնել համակարգում, այլ օրինակ 10 օր հետո։ Փորձել ենք հնարավորինս բալանսավորել, որպեսզի առաջին անգամ հերթագրվողները շատ ավելի ուշ ժամկետում չսպասարկվեն, բայց ասեմ, որ համանման հնարավորությունների պայմաններում մենք կկարողանանք նաև մեր կարողությունները եւս զարգացնել եւ եթե բալանսավորված տարբերակով նկատենք, որ այս ժամկետները կարող ենք ավելի կրճատել, հաջորդ օրը նույնիսկ կարող ենք բոլոր դեպքերում թույլատրել քննության հանձնումը, ապա անպայմանորեն կանել։ Մտնենք process-ի մեջ, հաշվարկները կհասկանանք ընդհանուր որքան են օգտվում մեր քաղաքացիները այս հնարավորությունից եւ հնդածս ավելի կկատարելագործենք մեխանիզմները։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, Տիկին Սարգսյան, քանի որ սա օրենքի նախագծերի փաթեթ է եւ դեռ ազգային ժողովում քննարկելու ընթացքում լավարկման հնարավորություն կա, մի հարց կարծում եմ սկզբունքի տեսանկյունից պետք է հասկանալ, պարզաբանել։ Մենք ոչ թե խոսում ենք այն մասին, որ կարող ենք վարորդի կամ մեքենայի վերաբերյալ տվյալները վերցնենք թվային բազայից, այսինքն մարդուն չպարտադրենք, որ իր հետ կրի, այլ ասում ենք քեզ կտանք թվային վկայական։ Երբ որ մտածում եմ իրավիճակի մասին, մեկ պարզաբանում կարող է ունենալ այն առումով, որ եթե մարդը ձեռքին չունի այդ պլաստիկ, այլ ունի բազայի գրանցված տվյալներ, բարեկը, որ ստուգում է իրականացնում, այդ րոպեին կծախսի ոչ թե 1 րոպե վկայագրի համապատասխանությունը ստուգելու համար, այլ կծախսի 5 րոպե։ Այսինքն ժամանակային ծախսն է տարբերությունը մեծ հաշվով։ Այս տեսանկյունից չեք կարծում, որ ընդհանրապես այս թվային վկայական տրամադրելը ոչ թե պետք է այդպես մեկնաբանվի եւ նկարագրվի որպես կարգավորում, այլ բազայից թվային տվյալը ճշտելու մեխանիզմ պետք է ինքնաշխատ գործի, որովհետեւ եթե ես եկել եմ առաջին անգամ վկայական եմ վերցրել, դուք էլ ասում եք, որ տեխնիկական միջոցները թույլ են տալիս բարեկին նույնականացնել այդ պահին նույնիսկ այսօր, առանց այս կարգավորումների, բազայում այդ մարդը գործող վարորդական վկայական ունի, թե չունի, էլ 12,000 կամ 6,000 ինչի է վճարում ինքը այդ թվային կրկնօրինակը վավերացնելու համար։
Պարոն Խաչատրյան, այս հարցադրումը մենք հնդածս անընդհատ քննարկել ենք եւ այն միտքը կա, որ ոչ թե պարզապես քննության արդյունքն է արտացոլվում համակարգում, այլ վարորդական վկայականը իրավունքը հաստատող փաստաթուղթ է, որը որ պիտի լինի գեներացված որպես այդպիսին վարորդական վկայական։ Եվ եթե վարորդական վկայական գեներացնում ենք եւ անձը ցանկություն ունի պլաստիկը ստանալու եւ հնդածս բարեկային ծառայության ստուգումների ժամանակ դա ցույց տալու, մենք պիտի հասկանանք, որ թվային վարորդական վկայականի նախ գեներացման, դրա հետագա սպասարկման տեսանկյունից մենք լրացուցիչ ռեսուրսներ ենք ծախսելու որպես պետություն եւ ինքը պարզապես մի փոքր տվյալ չի, այլ լինելու է փաստաթղթերի նաեւ շտեմարան, որը մենք պիտի նաեւ մեր ընդհանուր սերվերների վրա կարողանանք պահպանել։ Սա է պատճառը, որ մենք նախատեսում ենք նաև հենց բուն թվային վարորդական վկայականի կտորը, բայց ասեմ, որ պլաստիկի մասով մեր մոտ բազմաթիվ են եղել այն դեպքերը, երբ որ պլաստիկ վարորդական վկայականները եղել են կեղծված կամ մեր քաղաքացիները չեն ունեցել իրենց մոտ վարորդական վկայական, ըստ այդմ ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Այսինքն մի կողմից թվային ճիշտ եւ գրագետ տնտեսություն վարելուն միտված է սա, մյուս կողմից արդեն հեշտացնում է մեր քաղաքացիների կյանքը, որպեսզի ՀՀ տարածքում պլաստիկ վարորդական վկայականը կամ պլաստիկ տեղ հանձնագիր ասվածը կամ հաշվառման վկայագիր ասվածը չունենան։ Մի քիչ այլ տեսանկյունից է հարցը Տիկին Սարգսյան։ Տեսեք, երկու իրավիճակ կա, կա առաջին անգամ վկայական վերցնելու կամ հաշվառման վկայական վերցնելու դեպքը եւ կա գործողը փոխարինելու դեպքը։ Հիմա եթե առաջին անգամ գալիս է գրանցման, պարզ է, որ դուք դրա հետ կապված գործառույթ եք իրականացնում, որը որ վարչարարական ծախսեր է։ Ենթադրում է փոխհատուցման համար սահմանված է պետական տուրք։ Ենթադրենք առաջին անգամ մարդը եկավ, չի ուզում պլաստիկը վերցնել, որովհետև չի մտածում, որ պետք է Վրաստան գնա մեքենայով եւ անհրաժեշտ լինի իրեն պլաստիկը։ Բավարար է համարում այդ առաջին վճարումները կատարել եւ վերցնել։ Կամ ձեր բազայում երևալ որպես իրավունք ունեցող անձ վարորդ կամ հաշվառման վկայականի դիմաց կամ մեքենայի դիմաց հաշվառման տվյալներ։ Այդ դեպքում մենք ասում ենք վճարի պետական տուրք, այստեղ առարկություն չկա։ Երբ որ գործող պլաստիկը նաև բազայում արտացոլելու համար ասում ենք, սա կոչվում է առանձին վերցված թվային վկայական, այդ ժամանակ գործառույթ լրացուցիչ չենք իրականացնում, բազայում այդ հաշվառման տվյալները բոլորը կան։ Եվ մնում է միայն, որ այնպես ինչպես թվային տվյալը կստուգեր բարեկը ստուգման ժամանակ, այդ նույն կերպ ստուգի այն մարդու համար, ով որ միջև այսօր պլաստիկ վկայական ուներ եւ հաշվառման վերաբերյալ տվյալները հայտնի էին։ Ինձ այս փոխարինման դեպքում սահմանվող պետական տուրքը հասկանալի չի։ Պարոն Խաչատրյան, բայց կարծում եմ կհամաձայնեք, որ փոխարինումը եւս վարչարարություն է, ու մենք դրա վրա ծախսում ենք ռեսուրս, որովհետեւ հակառակ դեպքում, եթե պլաստիկ վկայական անձը ունի, բայց պլաստիկ վկայականը կորցրել է եւ կարիք կա փոխարինման, նորից նույն տրամաբանությամբ անձը գալիս է հաշվառման քննական ստորաբաժանում, նորից վարչարարություն իրականացում է եւ դա տրամադրվում է։ Այս պայմաններում ուղղակի հաճախ, երբ որ մենք հանրային ծառայությունների մասին ենք խոսում, շատ հաճախ մեր ծախսած ռեսուրսները պատշաճ չենք գնահատում, որպեսզի նաև կարողանանք ճիշտ այդ արժեքի որոշման շղթան դիտարկել եւ այս պայմաններում ես կարծում եմ, որ այս դեպքում եւս ունենում ենք վարչարարություն, ունենում ենք թվային տվյալները պահպանելու եւ կուտակելու հետ կապված եւս վարչարարական ծախսեր, որոնք որ ներքին գործերի նախարարությունը այսպես թե այնպես պիտի անի եւ դրանք պիտի որոշակի փոխհատուցում ստանան։ Այլ է հարցը, որ միգուցե կարող են գնային այլ քաղաքականություն, այսպես ասեմ, երկրորդ անգամ արդեն թվային վկայականը ստանալու դեպքում կիրառել, պատրաստ ենք այդ տարբերակը դիտարկել։ Եթե կարելի է, ես հարցը հետևյալ կերպ հասկացա, Տիկին Սարգսյան, տեսեք, իմ վարորդական իրավունքի պլաստիկ գրիչի վրա դա ընդհանրապես քաղվածք է, ինչ որ էլեկտրոնային գրառման, որը կա ներքին գործերի նախարարությունում, այսինքն ինքը մենք դրան ասում ենք էլեկտրոնային վարորդական իրավունք, բայց ըստ էության ինքը գրառում է։ Հիմա իմ կարծիքով պարոն Խաչատրյանի հարցը հետևյալն է, ինչ ենք այդ գրառումը որպես այդպեսին դիտարկում վկայական եւ իր համար վճար սահմանում։ Ես երբ որ տուրքը վճարել եմ, իդենտիֆիկացվել եմ որպես վարորդական վկայական ունեցող, այլևս այդ ինֆորմացիան ՆԳՆ-ում կա։ Այսինքն ինքը էլեկտրոնային վարորդական վկայական որպես այդպեսին դա քաղվածք է, ինքը լրացուցիչ գրանցման փաստաթուղթ չի, եթե չէ, էլի իհարկե։
Պարոն Գրիգորյան, ճիշտ ասած, իրավաբանորեն ես համաձայն չեմ ձեր ասացի հետ, որովհետև դա քաղված չի, դա փաստաթուղթ է, իրավական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որտեղ կան իրավաբանական նշանակություն ունեցող տվյալներ։ Այլ հավասար պայմաններում, ուրեմն մենք ընդհանրապես վարորդական իրավունքի վկայական որպես այդպեսին քաղաքացուն չպիտի տանք, ասեն գրանցում են քո քննության արդյունքները եւ վերջ։ Չէ, դա նկատի չունեմ։ Տիկին Սարգսյան, տեսեք, ես գրանցել եմ տրանսպորտային միջոցի նկատմամբ իմ սեփականության իրավունքը, եկել եմ վճարել եմ բոլոր դուրքերը եւ այդ գրառումը պետությունը կատարել է, որ այլևս այս գույքի սեփականատերը էս ինչ մարդն է, չէ՞, այդ գրառումը գոյություն ունի էլեկտրոնային։ Հիմա այդ գրառումը երբ որ ինձ պետք է գալիս կամ երբ որ ես վերցնում եմ, դառնում է քաղվածք, չէ, գրառման։ Ինքը լրացուցիչ էլ վկայականի ֆունկցիա չունի, թե ունի։